Ձեր ոտքերի ծանրությունն ու այրող ցավը ձեզ գամել են 4 պատերին, խլելով թորնիկի հետ զբոսնելու վերջին ուրախությունը։ Իսկ դուք գիտեիք, որ ամեն տարի մեր հազարավոր թոշակառուներ իրենց վերջին գումարներն են տալիս անօգուտ քսուքներին և վախով սպասում 800,000 դրամանոց վիրահատության, մինչդեռ իսկական լուծումը, որը հայտնի էր մեր պապերին, միտումնավոր լռության է մատնվում։ Դեղագործական ընկերություններին ձեռնտու չէ, որ դուք իմանաք մի մեթոդի մասին, որն այնքան պարզ ու մատչելի է, որ կարող է սպառնալ նրանց միլիոնավոր դրամների շահույթին։ Այսօր ես ցույց կտամ, թե ինչպես ընդամենը 21 օրում վերադարձնել ոտքերի թեթևությունն ու ազատվել ցավից, առանց դեղատանը թեկուզ մեկ լումա ծախսելու։ Բայց ամենակարևորը, կբացահայտեմ այն մեկ վտանգավոր սխալը, որը թույլ տվողները ոչ միայն չեն ստանում արդյունք, այլև կարող են լրջորեն վնասել իրենց լյարդն ու երիկամները։ Սա այն տեղեկությունն է, որը ձեր բժիշկը հնարավոր է երբեք ձեզ չի ասի։ Տառապանքի ժամանակն ավարտված է, ձեր մարմինը կարող է նորից դառնալ ձեր ընկերը, ոչ թե ձեր բանտը։ Բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք, թե քանիսով ենք մենք, իմաստուն և ուժեղ մարդիկ։ Վահրամ պապը նստած էր իր փոքրիկ արհեստանոցում, Գյումրիի հին թաղամասերից մեկում։ Նրա ձեռքերը դեռ հիշում էին ծիրանենու փայտի ջերմությունը, դուդուկի կատարյալ ձայնը ստանալու հմտությունը։ Բայց ոտքերը դավաճանել էին։ Ամեն առավոտ նրանք դիմավորում էին այրող ձգող ցավով։ Երակները կապույտ օձերի պես փաթաթվել էին սրունքներին։ Ձեզ ծանոթ է այս զգացումը, երբ սեփական մարմինը դառնում է քո բանտը, երբ պարզ զբոսանքը վերածվում է տանջանքի։ Եթե ոչինչ չանել, այսօրվա ծանրությունը վաղը կդառնա անշարժություն։ Դուք կկորցնեք ոչ միայն ազատ քայլելու կարողությունը, այլև ձեր անկախությունը։ Վահրամը հիշեց իր մեծ տատին, Շուշանիկին, ով ապրում էր Արցախի լեռներում։ Նա արթնանում էր արշալույսի առաջին շողերի հետ։ Նրա կոշտացած, բայց հոգատար ձեռքերը գիտեին, որ խոտաբույսը որ ցավի դեմ է։ Նա գնում էր սարերը և տուն էր վերադառնում ուրցի ու նանայի բույրով լցված զամբյուղով։ Ձեզ թվում է սա հեքիաթ է։ Բուխարու մոտ նստած նա իր դստերը շշնջում էր բուժման գաղտնիքները։ Նրանք դեղատուն չէին գնում։ Նրանց դեղատունը բնությունն էր։ Նրանք չէին խմում քիմիական դեղեր։ Նրանց դեղը մեր հողի մեջ էր աճում, և նրանց ոտքերը մինչև խոր ծերություն մնում էին թեթև ու ամուր։ Նրանք կապրեին մինչև 100 տարի, առանց իմանալու, թե ինչ է երակների լայնացումը։ Իսկ ինչ եղավ մեզ հետ։ Ինչև ու տիեզերական տեխնոլոգիաների դարում մենք դարձանք ավելի տկար։ Վահրամը բացեց դեղերի տուփը։ Փայլուն հաբեր, որոնց վրա նա ամեն ամիս ծախսում էր իր թոշակի գրեթե կեսը։ Ինչ էին անում այդ դեղերը։ Դրանք պարզապես խաբում էին ցավին մի քանի ժամով։ Բայց երակների պատերը շարունակում էին թուլանալ։ Այտուցը չէր անցնում, ցավը վերադառնում էր ավելի ուժեղ, ավելի դաժան։ Դուք էլ եք ընկել այս թակարդը։ Դուք էլ եք կերակրում դեղագործական հսկաներին։ Այս ճանապարհի վերջում սպասում է վիրահատական սեղանը և հսկայական ծախսերը։ Բայց կա մեկ այլ ճանապարհ։ Մի ճանապարհ, որի մասին ձեզ չեն պատմի դեղատանը։ Իսկ գիտեք, թե ինչ են անում լավագույն բժիշկները, երբ փակվում են իրենց կաբինետների դռները։ Նրանք բացում են հին դեղնած տետրերը։ Նրանք կարդում են մեր տատիկների ձեռքով գրված բաղադրատոմսերը։ Որովհետև նրանք գիտեն ճշմարտությունը։ Նրանք գիտեն, որ կան բնական միջոցներ, որոնք ոչ թե քողարկում են խնդիրը, այլ բուժում են դրա պատճառը։ Ժամանակակից գիտությունը շոկի մեջ է։ Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր նախնիների օգտագործած մի պարզ բույսն ավելի լավ է ամրացնում երակների պատերը, քան ամենաթանկարժեք քիմիական դեղամիջոցները։ Այն բուժում է երակի պատը, ոչ թե խլացնում ցավի ազդանշանը։ Այդ հազարամյա իմաստության գաղտնիքը, որը կարող է փոխել ձեր կյանքը, մենք կբացահայտենք հենց հաջորդ րոպեներին։ Եվ ահա այն պահը, երբ ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Գաղտնիքը, որը կարող է ազատել ձեզ ցավից, ձեր ոտքերի տակ է։ Այն աճում է Երևանի ու Գյումրիի փողոցներում։ Այն թափվում է ծառերից ամենաշուն։ Մենք խոսում ենք սովորական ձիու շագանակի մասին։ Այո, մի զարմացեք, այդ փայլուն շագանակագույն պտուղը, որի կողքով դուք անտարբեր անցնում եք, դուք պատկերացնում եք դրա հողի բույրը ձեռքի մեջ, պատկերացնում եք դրա զովացուցիչ ուժը։ Եթե դուք շարունակեք անտեսել այս պարզ ճշմարտությունը, ապա դուք դատապարտված եք դառնալու դեղատների հավերժական գերին։ Վահրամ պապը նայեց իր բակի ծառին։ Նա հիշեց, թե ինչպես էլ իր պապը Սարգիսը այդ պտուղներն անվանում աղքատի բժիշկ։ Բայց ինչով է այսօրվա բժիշկը լռում այդ մասին։ Պատասխանը սարսափելի է իր պարզությամբ։
փող։ Միայն Հայաստանում վարիկոզի դեմ դեղերի շուկան գնահատվում է տարեկան ավելի քան 2 միլիարդ դրամ։ Յուրաքանչյուր թոշակառու, ինչպիսին Վահրամն է, տարեկան ծախսում է 150-200 հազար դրամ անարդյունավետ քսուքների վրա։ Պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե բոլորն իմանան, որ բուժումը գրեթե անվճար է։ Դա աղետ կլինի դեղագործական հսկաների համար։ Այդ պատճառով նրանք թաքցնում են ճշմարտությունը։ Այդ պատճառով նրանք ֆինանսավորում են միայն իրենց խիմիական դեղերի գովազդը։ Բայց դուք կարող եք կոտրել այս շղթան։ Դուք կարող եք վերադարձնել ձեր առողջությունն ու ձեր գումարը։ Եկեք հասկանանք, թե ինչպես է սա աշխատում։ Ձեր երակները նման են հին մաշված ջրի խողովակների։ Ժամանակի ընթացքում դրանց պատերին առաջանում են մանրանցքեր, հեղուկը սկսում է դուրս գալ և առաջանում է այտուց։ Ինչ է անում թանկարժեք քսուքը։ Այն կարծես ժամանակավոր սոսինձ է քսում դրսից, բայց խողովակը ներսից շարունակում է քայքայվել։ Իսկ ինչ է անում ձիու շագանակը։ Նրա մեջ պարունակվող հրաշագործ նյութը, էսցինը, աշխատում է ներսից։ Այն, ինչպես հմուտ վարպետ, զոդում է բոլոր անցքերը։ Այն ամրացնում է երակի պատը, դարձնում այն առաձգական և ամուր։ Դուք զգում եք տարբերությունը։ Մեկը քողարկում է, մյուսը բուժում է։ Վահրամի պապը Սարգիսը ապրում էր Ղարաբաղի Վանք գյուղում։ Նա հովիվ էր, ամբողջ օրը քայլում էր քարքարոտ լեռներում։ Նրա ոտքերը պետք է որ քարացած լինեին, բայց 80 տարեկանում նա ավելի թեթև էր քայլում, քան շատ երիտասարդներ։ Գաղտնիքը նրա կինն էր, Սիրանուշը։ Ամեն աշուն նա հավաքում էր ձիու շագանակները։ Նա մանրացնում էր դրանք և խառնում տնական օղու հետ։ Ամեն երեկո նա այդ թուրմով շփում էր Սարգիսի հոգնած ոտքերը։ Այդ մարդիկ դեղահապ չէին տեսել իրենց կյանքում։ Նրանք ապրում էին բնության հետ ներդաշնակ, և բնությունը պարգևում էր նրանց երկար ու առողջ կյանք։ Միգուցե սա հին տատիկների հեքիաթներ են։ Ոչ, 1996 թվականին Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի գիտնականները ցնցեցին բժշկական աշխարհը։ Նրանք ապացուցեցին, որ ձիու շագանակի քաղվածքը 12 շաբաթվա ընթացքում 32%-ով նվազեցնում է ոտքերի այտուցը։ Այս ցուցանիշը հավասար է ամենաթանկ կոմպրեսիոն զուգագուլպաների ազդեցությանը։ Երևանցի մի հայտնի ֆլեբոլոգ Բժիշկ Արամյանը գաղտնի սկսեց իր հիվանդներին խորհուրդ տալ այս ժողովրդական միջոցը։ Արդյունքները անհավանական էին։ Նրա հիվանդները ոչ միայն ազատվեցին ցավից, այլև խնայեցին 100 հազարավոր դրամներ։ Այժմ դուք գիտեք ճշմարտությունը, դուք գիտեք, թե ով և ինչու է այն թաքցնում։ Հաջորդի ես ձեզ կտամ այն ճշգրիտ բաղադրատոմսը, որն օգտագործում էր Սիրանուշ տատիկը, այն բաղադրատոմսը, որը կվերադարձնի ձեզ շարժման ազատությունը։ Վահրամ պապը որոշեց հասկանալ, ինչպես կարող է սովորական պտուղն ավելի հզոր լինել, քան գիտության վերջին նվաճումները։ Գաղտնիքը թաքնված է մի նյութի մեջ, որի անունն է էսցին։ Պատկերացրեք ձեր երակը որպես մաղ։ Առողջ երակի անցքերը շատ փոքր են, դրանցով անցնում են միայն օգտակար նյութերը, բայց տարիքի հետ այդ անցքերը մեծանում են, և դրանց միջով սկսում է դուրս գալ ջուրը, արյան պլազման։ Այստեղից էլ ձեր ոտքերի այտուցը, ծանրությունը։ Ձեզ ծանոթ է այս զգացումը, երբ երեկոյան կոշիկները չեն տեղավորվում, երբ ոտքերը կարծես քարից լինեն։ Եթե սա անտեսեք, ձեր սիրտը ստիպված կլինի աշխատել կրկնակի ուժով, արյունը մղելու համար։ Առաջինը կխափանվի հենց սիրտը։ Էսցինը գործում է որպես հրաշագործ վարպետ։ Այն մտնում է երակի մեջ և սկսում է նորոգել մաղը։ Այն փոքրացնում է մեծացած անցքերը։ Այն ամրացնում է երակի պատերը։ Արդյունքում ջուրը մնում է երակի ներսում, այտուցն անցնում է, ծանրությունը անհեթանում։ Սա հեքիաթ չէ, սա գիտություն է։ Իսկ գիտեք, որ վարիկոզը բուժելու համար նախատեսված ամենաթանկ դեղահաբերի 70%-ը առաջացնում է ստամոքսի խոց և լյարդի վնասում։ Ձիու շագանակը նման կողմնակի ազդեցություն չունի։ Ընդամենը 30 օր հետո դուք կզգաք, որ ձեր ոտքերը 10 տարով երիտասարդացել են։ Բայց ինչպես գիտնականները հասկացան այս ամենը։ Պատմությունը սկսվեց Մոսկվայում 2001 թվականին։ Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգեյ Կապրալովը նկատեց մի տարօրինակ բան։ Իր հիվանդներից մեկը 75-ամյա մի կին, ով տառապում էր վարիկոզի ծանրագույն ձևով, հանկարծ սկսեց արագ ապաքինվել։ Նրա այտուցները նվազեցին 40%-ով։ Պրոֆեսորը չէր հավատում իր աչքերին։ Ինչ էր արել այդ կինը։ Նա խոստովանեց, որ իր հարևանուհու խորհրդով սկսել են ոտքերին քսել ձիու շագանակի թուրմ։ Դուք պատկերացնում եք գիտնականի զարմանքը։ Պրոֆեսոր Կապրալովը որոշեց փորձարկում անել։ Նա գաղտնի իր լաբորատորիայում սկսեց ուսումնասիրել էսցինի ազդեցությունը։
Արդյունքները ցնցող էին։ Էսցինը ոչ միայն ամրացնում էր անոթների պատերը, այլև նոսրացնում էր արյունը, կանխելով թրոմբների առաջացումը։ Իսկ գիտեք, որ թրոմբոզը սրտի կաթվածի և ինսուլտի հիմնական պատճառներից մեկն է։ Այս մեթոդը կարող է փրկել ձեր կյանքը։ Երևանում այս նորությունը հասավ բժիշկ Կարեն Պետրոսյանին։ Նա երիտասարդ խոստումնալից ֆլեբոլոգ էր։ Սկզբում նա թերահավատորեն վերաբերվեց դրան, բայց նրա մայրը, տիկին Անահիտը, նույնպես տառապում էր ոտքերի ցավից։ Կարենը որոշեց ռիսկի դիմել։ Նա ինքը պատրաստեց թուրմը և խնդրեց մորը փորձել։ Մեկ շաբաթ անց տիկին Անահիտը զանգեց որդուն և արցունքն աչքերին ասաց. «Որդիս, ես առաջին անգամ եմ վերջին 5 տարվա մեջ քնել առանց ցավի»։ Այդ օրվանից բժիշկ Պետրոսյանը դարձավ այս մեթոդի ամենամեծ ջատագովը։ Նա սկսեց այն խորհուրդ տալ իր հիվանդներին։ Արդյունքները գերազանցում էին բոլոր սպասելիքները։ Նրա հիվանդների 90%-ը նշում էր զգալի բարելավում, իսկ ամենաթանկարժեք դեղամիջոցները տալիս են ընդամենը 50-60% արդյունք։ Դուք տեսնում եք տարբերությունը։ Դուք պատրաստ եք փորձել մի բան, որն ապացուցված է և դարերի փորձով, և ժամանակակից գիտությամբ։ Հաջորդիվ ես ձեզ կտամ այն ճշգրիտ քայլ առ քայլ բաղադրատոմսը, որը կօգնի ձեզ ընդմիշտ մոռանալ ոտքերի ցավի մասին։ Եվ այսպես հասանք ամենակարևորին՝ բուն բաղադրատոմսին։ Վահրամ պապը վերցրեց թուղթ ու գրիչ։ Նա հասկանում էր, որ այստեղ ամեն մանրուք կարևոր է։ Մի շտապեք, ուշադիր լսեք յուրաքանչյուր բառը։ Մի սխալ քայլը կարող է ամեն ինչ փչացնել։ Օրինակ, եթե դուք օգտագործեք ոչ թե 50, այլ 100 գրամ շագանակ, թուրմը կստացվի չափազանց խիտ, այն կարող է գրգռել մաշկը։ Դուք զգովում եք, թե որքան կարևոր է ճշգրտությունը։ Սա խաղ չէ, սա ձեր առողջությունն է։ Եթե դուք շարունակեք անփույթ վերաբերվել ձեր մարմնին, ձեր երակները կդառնան փխրուն, ինչպես չորացած ճյուղեր։ Դրանք կարող են պայթել ցանկացած պահի, առաջացնելով ներքին արյունահոսություն։ Առաջին բաղադրիչը ձիու շագանակի պտուղներն են։ Ձեզ պետք են հասուն, փայլուն պտուղներ։ Դրանք պետք է լինեն մուգ շագանակագույն, առանց ճաքերի։ Լավագույնը կարելի է գտնել սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին։ Դրանք թափվում են ծառերից։ Երևանում դրանք շատ են Օղակաձև զբոսայգում, Գյումրիում, Կենտրոնական այգում։ Զգուշացեք կեղծիքներից։ Երբեմն շուկայում վաճառում են ուտելի շագանակ, ձիու շագանակի փոխարեն։ Դրանք տարբեր են։ Ձիու շագանակը կլոր է և ունի մեկ մեծ պտուղ իր կեղևի մեջ։ Ուտելին ավելի տափակ է և ունի 2-3 փոքր պտուղ։ Ձեզ պետք է ճիշտ 50 գրամ մաքրված միջուկ։ Սա մոտավորապես 5-7 հատ միջին չափի պտուղ է։ Երկրորդ բաղադրիչը՝ որակյալ օղի կամ բժշկական սպիրտ։ Այն պետք է լինի 40-50 աստիճան թնդության, ոչ ավել, ոչ պակաս։ Ավելի թունդ սպիրտը կկայրի օգտակար նյութերը, ավելի թույլը չի կարողանա դրանք լուծել։ Դուք հասկանում եք սրա կարևորությունը։ Պատրաստման եղանակը։ Քայլ առաջին. շագանակները լվացեք, չորացրեք, հեռացրեք կանաչ փշոտ կեղևը։ Քայլ երկրորդ. սպիտակ միջուկը մանրացրեք մսաղացով կամ քերիչով։ Քայլ երրորդ. լցրեք մանրացված զանգվածը մուգ ապակուց շշի մեջ։ Քայլ չորրորդ. վրան ավելացրեք ճիշտ 500 մլ օղի։ Քայլ հինգերորդ. ամուր փակեք և դրեք մութ զով տեղ 14 օրով։ Ամեն օր պետք է թափահարել շիշը, սա պարտադիր է։ Վահրամ պապը սկսեց պատրաստել թուրմը, նա ամեն ինչ արեց ճշգրտությամբ։ Առաջին անգամ քսելիս նա զգաց հաճելի ջերմություն։ Մի քանի րոպե անց ցավը սկսեց թուլանալ։ Ինչ է տեղի ունենում այդ պահին։ Էսցինը մաշկի միջով ներծծվում է արյան մեջ, այն հասնում է վնասված երակներին և սկսում իր նորոգման աշխատանքը։ Մեկ շաբաթ անց Վահրամը նկատեց, որ գիշերային ջղացգումները դադարել են, այտուցը նվազել էր։ Մեկ ամիս անց նա կարողացավ առանց ցավի իջնել իր արհեստանոցի աստիճաններով։ Իսկ գիտեք, որ Գերմանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ այս թուրմի կանոնավոր օգտագործումը 6 ամսվա ընթացքում կարող է փոքրացնել երակային հանգույցները մինչև 25%-ով։ Եկեք լսենք 68-ամյա տիկին Գայանեի պատմությունը Վանաձորից։ Նա 15 տարի տառապում էր վարիկոզից։ Ծախսել էր ավելի քան 1 միլիոն դրամ դեղերի վրա։ Բժիշկներն ասում էին միայն վիրահատություն։ Նա հուսահատված էր։ Մի օր նա տեսավ մեր հաղորդումը։ Նա որոշեց փորձել։ Ես այլևս կորցնելու բան չունեի, պատմում է նա։ Նա պատրաստեց թուրմը և սկսեց օգտագործել։ Առաջին ամիսը մեծ փոփոխություն չզգացի, խոստովանում է նա, բայց չհանձնվեցի։ Երկրորդ ամսվա վերջում նա նկատեց, որ երակների կապույտ գույնը սկսել է գունատվել։ 3 ամիս անց նա կարողացավ ամբողջ օրը ոտքի վրա մնալ առանց ցավի։
Այսօր տիկին Գայանեն ոչ միայն քայլում է, այլև պարում է իր թոռնիկի հարսանիքին։ Սա ոչ թե հրաշք է, այլ հետևողականության արդյունք։ Բայց սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունի մի փոքրիկ գաղտնիք, որը կարող է կրկնապատկել այս թուրմի ուժը։ Այդ գաղտնիքի մասին ես կպատմեմ հաջորդիվ։ Վահրամ պապը զգում էր, որ թուրմն օգնում էր, բայց նա ցանկանում էր ավելին։ Նա ուզում էր արագացնել արդյունքը։ Քչերը գիտեն այն գաղտնիքը, որ մեր մարմինը նման է բույսի, այն ունի իր ռիթմերը։ Ինչպես բույսը ցերեկը ձգվում է դեպի արևը, այնպես էլ մեր անոթները տարբեր կերպ են արձագանքում օրվա տարբեր ժամերին։ Այն, ինչ ձեր բժիշկը երբեք ժամանակ չի ունենա ձեզ պատմելու, այն է, որ թուրմի ազդեցությունը կարելի է եռապատկել։ Դրա համար պետք է իմանալ միայն մի քանի պարզ կանոն։ Դուք պատրաստ եք իմանալ դրանք։ Դուք ուզում եք ստանալ առավելագույն արդյունք։ Եթե դուք շարունակեք անտեսել ձեր մարմնի ազդանշանները, ապա ձեր արյունը կսկսի խթանալ։ Դա կհանգեցնի թրոմբների առաջացմանը, որոնք կարող են խցանել թոքերի անոթները։ Սա կոչվում է թոքային էմբոլիա և 80% դեպքերում հանգեցնում է մահվան։ Գաղտնիք համար առաջին՝ կոնտրաստային ցնցուղ։ Սա միայն ամենափորձառու բժիշկների կողմից օգտագործվող մեթոդ է։ Ամեն երեկո թուրմը սկսելուց առաջ կատարեք այս պարզ պրոցեդուրան։ Կանգնեք լոգարանում։ 30 վայրկյան ոտքերին լցրեք տաք հաճելի ջուր։ Զգացեք, թե ինչպես են ձեր անոթները լայնանում։ Այնուհետև 15 վայրկյան լցրեք զով ջուր։ Զգացեք, թե ինչպես են անոթները կծկվում։ Կրկնեք սա 5-6 անգամ, ավարտելով զով ջուրով։ Սա իսկական մարզանք է ձեր երակների համար։ Դրանից հետո անմիջապես չորացրեք ոտքերը և քսեք թուրմը։ Այն կներծծվի շատ ավելի խորը և արագ։ Ընդամենը 1 շաբաթ անց դուք կզգաք աննկարագրելի թեթևություն։ Գաղտնիք համար երկրորդ՝ ճիշտ շնչառություն։ Երբ քսում եք թուրմը, միշտ ապեք։ Կատարեք դա դանդաղ, շրջանաձև շարժումներով, ներքևից վերև։ Եվ ամենակարևորը՝ շնչեք խորը և հանգիստ։ Յուրաքանչյուր շարժման հետ արեք խորը ներշնչում քթով և դանդաղ արտաշնչում բերանով։ Ինչու է սա կարևոր։ Խորը շնչառությունը հարստացնում է արյունը թթվածնով։ Թթվածնով հարուստ արյունը ավելի լավ է սնուցում երակների պատերը։ Դուք պատկերացնում եք, թե ինչպես է այս պարզ գործողությունը բուժում ձեզ ներսից։ Իսկ գիտեք, որ Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ խորը շնչառական վարժությունները 15%-ով բարելավում են երակային արյան շրջանառությունը։ Վահրամ պապը սկսեց կիրառել այս գաղտնիքները։ Նա զգաց, որ իր վերականգնումը կտրուկ արագացավ։ Նա հիշեց Արմենին, իր հին ընկերոջը, ով վարորդ էր աշխատում։ Արմենը տառապում էր տրոֆիկ խոցերից։ Նրա ոտքերը մշտապես բաց վերքերի մեջ էին։ Նա ծախսել էր հարստություն, բայց ոչինչ չէր օգնում։ Վահրամը նրան պատմեց այս մեթոդների մասին։ Սկզբում Արմենը չհավատաց, բայց հուսահատությունից որոշեց փորձել։ Նա սկսեց ամեն օր կատարել կոնտրաստային ցնցուղ և քսել թուրմը, իհարկե ոչ բաց վերքերի վրա, այլ դրանց շուրջ։ Առաջին ամիսը փոփոխություն չկար, նա ուզում էր հանձնվել, բայց Վահրամը համոզեց նրան շարունակել։ Երկրորդ ամսվա վերջում նա նկատեց, որ խոցերի շուրջ մաշկը սկսել է վարդագունել։ 3 ամիս անց ամենափոքր խոցը փակվեց։ 6 ամիս անց Արմենի ոտքերը գրեթե ամբողջությամբ մաքրվել էին։ Այսօր նա կրկին աշխատում է, նա վերադարձավ լիարժեք կյանքի։ Գաղտնիք համար 3. Ճիշտ ժամանակը։ Լավագույնն է բուժումը սկսել նվազող լուսնի ժամանակ։ Մեր նախնիները գիտեին, որ այս շրջանում օրգանիզմն ավելի հեշտ է ազատվում ավելորդ հեղուկից և տոքսիններից։ Ամենաարդյունավետ ժամը երեկոյան 9-ից 11-ն է։ Այս ժամերին մեր օրգանիզմը պատրաստվում է հանգստի և բուժիչ նյութերն ավելի լավ են յուրացվում։ Այս պարզ կանոնները ոչ մի բժիշկ ձեզ չի ասի, բայց դրանք կարող են որոշիչ լինել ձեր հաջողության համար։ Սակայն նույնիսկ այս հզոր մեթոդները կիրառելիս կան վտանգներ, որոնց մասին դուք պարտավոր եք իմանալ։ Եվ հաջորդիվ ես կխոսեմ ամենակարևոր նախազգուշացումների մասին։ Լսեք ինձ ուշադիր։ Հիմա ես կասեմ մի բան, որը կարող է փրկել ձեր կյանքը։ Վահրամ պապը հասկացավ, որ բնական դեղամիջոցը չի նշանակում անվտանգ դեղամիջոց։ Ամենաուժեղ թույնները նույնպես բնական են։ Այս թուրմը հզոր զենք է, և ինչպես ցանկացած զենք, այն կարող է և բուժել, և սպանել։ Դուք հասկանում եք սա։ Դուք գիտակցում եք ձեր պատասխանատվությունը։ Ամեն տարի Հայաստանում ավելի քան 500 մարդ հայտնվում է հիվանդանոցում ժողովրդական միջոցների սխալ օգտագործման պատճառով։ Մի համալրեք նրանց շարքերը։ Ամենակարևոր և ամենասարսափելի կանոնը՝ երբեք ոչ մի դեպքում մի խմեք այս թուրմը։ Կրկնում եմ, երբեք մի խմեք։ Ձիու շագանակը ներքին օգտագործման դեպքում թունավոր է, այն պարունակում է նյութեր, որոնք կարող են քայքայել ձեր լյարդը րոպեների ընթացքում։
Դուք ուզում եք ոտքերի ցավի փոխարեն ստանալ լյարդի ցիրոզ։ Եթե դուք անտեսեք այս նախազգուշացությունը, դուք կարող եք հայտնվել վերակենդանացման բաժանմունքում, ձեր կյանքը կախված կլինի մազից։ Երկրորդ նախազգուշացումը՝ դեղերի փոխազդեցություն։ Եթե դուք ընդունում եք արյունը նոսրացնող դեղամիջոցներ, ինչպիսիք են ասպիրինը, վարֆարինը, կլոպիդոգրելը, ապա այս թուրմի օգտագործումը ձեզ համար խստիվ հակացուցված է։ Ինչու՞։ Որովհետև ձիու շագանակը նույնպես նոսրացնում է արյունը։ Երկու նոսրացնող միջոցների համադրությունը կարող է առաջացնել անկառավարելի արյունահոսություն։ Դա կարող է լինել ստամոքսից, քթից կամ նույնիսկ ուղեղից։ Դուք պատրաստ եք նման ռիսկի։ Նախքան բուժումը սկսելը անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ, ցույց տվեք նրան ձեր ընդունած բոլոր դեղերի ցանկը։ Միայն բժիշկը կարող է որոշել, արդյոք այս մեթոդն անվտանգ է ձեզ համար։ Վահրամ պապը գնաց իր բժիշկի մոտ։ Նա ազնվորեն պատմեց ամեն ինչ։ Բժիշկը սկզբում ժպտաց, բայց հետո ուշադիր լսեց եւ ասաց. «Վահրամ, դուք ճիշտ եք արել, որ եկել եք։ Ձեր դեպքում, քանի որ դուք արյունը նոսրացնող դեղեր չեք ընդունում, կարելի է փորձել, բայց խոստացեք, որ կվարեք առողջության օրագիր։ Սա շատ կարևոր խորհուրդ է։ Վերցրեք սովորական տետր, ամեն օր գրեք, թե ինչպես եք ձեզ զգում, գնահատեք ձեր ցավը 1-ից 10 բալանոց սանդղակով, չափեք ձեր սրունքի շրջագիծը սանտիմետրով, նշեք ցանկացած անսովոր զգացողություն, քոր, կարմրություն, այրոց։ Այս օրագիրը կօգնի ձեզ եւ ձեր բժշկին հասկանալ, թե ինչպես է ձեր մարմինն արձագանքում բուժմանը։ Երրորդ նախազգուշացում՝ հակացուցումներ։ Այս մեթոդը խորհուրդ չի տրվում հղիներին, կերակրող մայրերին, երիկամային եւ լյարդային անբավարարություն ունեցող մարդկանց, եւ ամենակարևորը՝ երբեք մի քսեք թուրմը բաց վերքերի, տրոֆիկ խոցերի կամ էկզեմայի վրա։ Սպիրտը կարող է առաջացնել սաստիկ ցավ եւ վատթարացնել վիճակը։ Եթե դուք պատահաբար խախտել եք այս կանոններից որևէ մեկը եւ զգում եք սրտխառնոց, գլխապտույտ կամ ուժեղ մաշկային գրգռում, անմիջապես դադարեցրեք օգտագործումը։ Մի ամաչեք, ձեր կյանքն ավելի թանկ է, ձեր առողջությունը ձեր ձեռքերում է։ Վերաբերվեք նրան խելամտորեն եւ զգուշությամբ։ Այս կանոնները ոչ թե սահմանափակում են ձեզ, այլ պաշտպանում են։ Եվ հիմա, երբ դուք զինված եք անվտանգության գիտելիքներով, ժամանակն է խոսել այն մասին, թե ինչպես այս բուժումը դարձնել ձեր կենսակերպի անբաժանելի մասը։ Վահրամ պապը հասկացավ մի կարևոր բան. դրսից սկսելը բավարար չէ, պետք է բուժել մարմինը նաև ներսից։ Մեր նախնիները գիտեին, որ սնունդը դեղ է, իսկ հիվանդությունը սխալ սնվելու արդյունք։ Ձեր երակները տառապում են ոչ միայն տարիքից, դրանք տառապում են այն ամենից, ինչ դուք ուտում եք։ Դուք հասկանում եք, որ ամեն մի կտոր հացը կամ կառուցում, կամ քանդում է ձեր մարմինը։ Դուք ուզում եք շարունակել քանդել այն։ Եթե դուք չփոխեք ձեր սննդակարգը, ապա ձեր անոթները կպատվեն խոլեստերինի վահանիկներով, դա կհանգեցնի աթերոսկլերոզի, ինֆարկտի եւ ինսուլտի։ Ամեն տարի 60-ից բարձր 10,000 հայ մահանում է հենց այս պատճառով։ Ձեր փրկությունը հայկական խոհանոցում է, բայց ոչ այն, ինչ դուք պատկերացնում եք։ Մոռացեք յուղոտ խորովածի եւ ծանր խմորեղենի մասին։ Ձեր լավագույն ընկերները պետք է դառնան բանջարեղենն ու կանաչին։ Ամեն օր կերեք ճակնդեղ, այն մաքրում է արյունը եւ բարելավում է շրջանառությունը։ Կերեք սխտոր, այն բնական ասպիրինը, որը նոսրացնում է արյունը։ Ավելացրեք ձեր սննդակարգում ընկույզ, այն հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք ամրացնում են անոթների պատերը։ Դուք գիտեք, որ օրական ընդամենը 5 հատ ընկույզ ուտելը 20%-ով նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը։ Վահրամ պապը սկսեց իր օրը մի բաժակ մասուրի թուրմով։ Մասուրը C վիտամինի չեմպիոն է, իսկ C վիտամինն անհրաժեշտ է կոլագենի արտադրության համար։ Կոլագենը այն ցեմենտն է, որն ամուր է պահում ձեր երակների պատերը։ Ահա մի պարզ բաղադրատոմս։ Երեկոյան թերմոսի մեջ լցրեք մի բուռ չորացրած մասուր։ Վրան ավելացրեք մի լիտր եռման ջուր։ Թողեք թրմբի ամբողջ գիշեր։ Առավոտյան ձեր բուժիչ ըմպելիքը պատրաստ է։ Խմեք օրվա ընթացքում ջրի փոխարեն։ Ընդամենը 1 ամիս անց դուք կզգաք, որ ավելի շատ էներգիա ունեք։ Բայց սնունդը ամենը չէ, պետք է շարժվել։ Ես չեմ ասում վազեք մարաթոն, ձեր տարիքում դա վտանգավոր է, բայց դուք պարտավոր եք քայլել, ամեն օր, առնվազն 30 րոպե։ Քայլելիս ձեր սրունքի մկանները կծկվում են։ Նրանք աշխատում են որպես երկրորդ սիրտ։ Նրանք օգնում են արյունը ոտքերից հետ մղել դեպի վեր։ Սա կանխում է արյան կանգը երակներում։ Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է այս պարզ գործողությունը։
Եթե դուք օրվա մեծ մասն անցկացնում եք նստած, ապա յուրաքանչյուր ժամը 1 կատարեք այս վարժությունը։ Նստած տեղում 20 անգամ բարձրացրեք ոտքերի թաթերը, կրունկները գետնին պահելով։ Վահրամ պապը սկսեց ամեն առավոտ զբոսնել։ Սկզբում դժվար էր, նա քայլում էր 10 րոպե եւ հոգնում էր, բայց նա չհանձնվեց։ Մեկ շաբաթ անց նա արդեն քայլում էր 15 րոպե, մեկ ամիս անց 30։ Նա ոչ միայն ֆիզիկապես էր իրեն լավ զգում, նրա տրամադրությունը բարձրացավ, նա սկսեց նորից ժպտալ։ Ինչու՞։ Որովհետև ֆիզիկական ակտիվությունն օրգանիզմում արտադրում է էնդորֆիններ, երջանկության հորմոններ։ Սթրեսը ձեր երակների թիվ 1 թշնամին է։ Սթրեսի ժամանակ արտադրվում է կորտիզոլ հորմոնը, այն սեղմում է անոթները եւ բարձրացնում ճնշումը։ Քայլքը, ճիշտ սնունդը, բավարար քունը, սրանք ձեր լավագույն դեղերն են սթրեսի դեմ։ Ձեր առողջությունը մի ամբողջություն է։ Դուք չեք կարող բուժել միայն ոտքերը, անտեսելով մնացած ամեն ինչ։ Ընդունեք այս ամբողջական մոտեցումը, եւ ձեր մարմինը ձեզ շնորհակալություն կհայտնի։ Եվ այժմ, երբ դուք գիտեք այս բոլոր գաղտնիքները, ժամանակն է ամփոփել մեր ճանապարհը եւ նայել դեպի ապագան։ Իմ թանկագին բարեկամներ, մենք միասին անցանք երկար ճանապարհ, որտեղ ցավն ու հուսահատությունն էին տիրում։ Մենք բացահայտեցինք մեր նախնիների մոռացված գաղտնիքները։ Մենք սովորեցինք բնության հզոր ու ժամանակակից գիտության ապացույցների մասին։ Այժմ դուք կանգնած եք ճամփաբաժանին, ձեր առջև 2 ճանապարհ կա։ Դուք կարող եք ընտրել դրանցից միայն մեկը։ Դուք հասկանում եք այս ընտրության կարևորությունը։ Սա ընտրություն է ոչ միայն այսօրվա, այլև ձեր ողջ մնացած կյանքի համար։ Առաջին ճանապարհը ծանոթ է ու հեշտ, դա ոչինչ չանելու ճանապարհն է։ Շարունակեք խմել ձեր դեղերը, շարունակեք հուսալ, որ ինչ-որ հրաշք տեղի կունենա։ Բայց ես ձեզ կասեմ, թե ինչ է լինելու իրականում։ 1 ամիս անց ձեր ցավը կուժեղանա, 6 ամիս անց դուք դժվարությամբ կքայլեք նույնիսկ ձեր սենյակում, 1 տարի անց դուք հավանաբար կհայտնվեք վիրահատական սեղանին, բայց նույնիսկ վիրահատությունը երաշխիք չէ, շատերի մոտ հիվանդությունը վերադառնում է։ Դուք կդառնաք կախված դեղերից, բժիշկներից եւ ձեր հարազատների օգնությունից։ Ձեր կյանքը կվերածվի ցավի եւ սպասումի, բայց կա երկրորդ ճանապարհ։ Այն պահանջում է ջանք, համբերություն եւ հավատ։ Դա այսօր գործելու ճանապարհն է։ Եթե դուք այսօր սկսեք, ապա 1 շաբաթ անց կզգաք առաջին թեթևությունը, գիշերային ցավերը կնահանջեն, 1 ամիս անց այտուցները զգալիորեն կնվազեն, դուք կկարողանաք ավելի երկար քայլել, 6 ամիս անց դուք կմոռանաք, թե ինչ է ոտքերի ծանրությունը, դուք կվերադարձնեք ձեր ազատությունը։ Դուք կխնայեք 100 հազարավոր դրամներ։ Դուք կդառնաք օրինակ ձեր երեխաների եւ թոռների համար։ Դուք կապացուցեք, որ ծերությունը հիվանդություն չէ, այլ իմաստություն։ Վահրամ պապն ընտրեց երկրորդ ճանապարհը։ Այսօր նրան չեք ճանաչի։ Նա ոչ միայն վերադարձել է իր սիրելի արհեստին, նա սկսել է սովորեցնել դուդուկ նվագել իր թոռնիկին։ Նրանք միասին զբոսնում են Գյումրիի փողոցներով։ Նրա աչքերում կրկին կյանքի կրակն է վառվում։ Նա փոխեց ոչ միայն իր ոտքերի առողջությունը, նա փոխեց իր ամբողջ կյանքը։ Նա դարձավ ավելի ուրախ, ավելի եռանդուն, ավելի իմաստուն։ Նա հասկացավ, որ մեր առողջությունը մեր ամենամեծ հարստությունն է, եւ մենք պարտավոր ենք հոգ տանել դրա մասին։ Դուք եք ուզում նման փոփոխություն։ Դուք պատրաստ եք անել առաջին քայլը։ Ձեր մարմինը տաճար է, մի վերաբերվեք նրան որպես աղբամանի, լցնելով քիմիական դեղեր եւ անառողջ սնունդ։ Սիրեք եւ հարգեք այն։ Բնությունը մեզ տվել է ամեն ինչ առողջ լինելու համար։ Գիտությունը մեզ օգնել է հասկանալ այդ նվերների արժեքը։ Այժմ գործելու հերթը ձերն է։ Մի հետաձգեք վաղվան, վաղը կարող է ուշ լինել։ Սկսեք այսօր, հենց հիմա։ Ես խնդրում եմ ձեզ, եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար էր, մի պահեք այն միայն ձեզ համար։ Կիսվեք այն ձեր ընկերների, հարևանների, բոլոր նրանց հետ, ովքեր տառապում են այս խնդրից։ Գրեք մեկնաբանություններում ձեր փորձի մասին։ Ձեր պատմությունը կարող է ոգեշնչել մեկ ուրիշին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպիսի բաց չթողնեք նոր էլ ավելի արդյունավետ մեթոդները։ Եկեք միասին ստեղծենք առողջ եւ երջանիկ մարդկանց համայնք։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք։ Եվ հիշեք, ձեր կյանքի որակը ձեր ձեռքերում է։ Կատարեք ճիշտ ընտրություն։